Բարև ձեզ Նյուդեի հարգելի հետևորդներ, նշեմ, որ մենք վաղարշապատից ահազանգ ենք ստացել, այդ մասին նաև տեղեկացրել էին Մայր Հայաստանի ներկայացուցիչները, Մայր Հայաստանի աջակիցը իրենց գրասենյակի մոտ տարածքում փռվել է ասֆալտին եւ առևանգվել, այդպիսի ահազանգ էին հնչեցրել, մենք հիմա Վաղարշապատից ուղիղ հեռարձակում ենք ապահովում, Վաղարշապատի ոստիկանության գլխավոր վարչության Վաղարշապատի բաժնի մոտ ենք, հիմա մոտենանք Մայր Հայաստանի ներկայացուցիչներին ձեզ մանրամասներ ներկայացնելու համար։ Բարև ձեզ, մենք ուղիղ հեռարձակում ենք իրականացնում, ձեր ահազանգի հետքերով ենք եկել, կներկայացնեք ինչ է եղել եւ Օնո Հարությունյանը ձեր աջակիցներից կարծես իրեն են առևանգել, տեղեկություն ունեք, այստեղ է բերվել կամ ընդհանրապես ձերբակալություն էր թե առևանգում։ Քիչ առաջ մեր նախընտրական շտաբի դիմաց Էջմիածնուն քաղաքում Վաղարշապատ խոշորացված համայնքի մեր աջակից մինչև մեր աջակից լինելը երիտասարդը բլոգերությամբ է զբաղվել ու հանրայնացրել է թե ինչա կատարում Էջմիածին քաղաքում, ինչ կոռուպցիոն սխեմաներ ա տեղի ունենում, ինչպես են վատ կառավարում Էջմիածինը, երկար ժամանակ, երկար ամիսներ ինքը զբաղվել է այդ գործունեությամբ ու այս մարդը ինքը իր կամքով ցանկացել է աջակցել Մայր Հայաստան կուսակցությանը, Մայր Հայաստան կուսակցության առաջատար համարներին Գրիշ Հարությունյան, Դավիթ Կարապետյան եւ կես ժամ մի ժամ առաջ շտաբից դուրս գալուց մեքենային է մոտեցել, որ չգիտեմ մեքենայից ինչ վերցնի, 7-8 անձնավորություն, ոչ ոստիկանական համազգեստով տապալել են պոլերին, բորձուրներին քարշ տալով ու առևանգել են։ Հետո մենք տեղեկություն ստացանք, որ բերել են ոստիկանություն, փաստորեն ոստիկաններն են։ Ոստիկանության հենց Վաղարշապատի բաժին, թե հայտնի չի որ բաժին։ Հենց այս բաժնում են բերել, մեր արդեն իրավաբանը ներսում է, ստեղ է ինքը։ Նոր ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ խուլիգանության հոդվածով ինչ որ, չգիտենք, հեսա մենք կպարզենք ինչ հոդվածով են բերել, բայց սա ցույց է տալիս այդ փոքրիկ խմբակի քաղաքացիական պայմանագրի ԿՊԱ-ական Արգիշտի Մեխակյանի վախերը։ Այս մարդիկ միայն կարողանում են ոստիկանությունը իրենց թիկունքում ունենալով մարդկանց ապօրինի կալանքների տանել, մարդկանց վրա ապօրինի գործեր հարուցել։ Գիտեմ, որ մի քանի օրից Կիրակի օրը նոյեմբերի 16-ին խայտարակ պարտություն են կրելու, իրենց մի հատ կցված հանրապետություն կուսակցություն կա, դրա առաջի համարը մարդը մանգալի գնա ինչ-որ սադրանքների, որ այդ մարդկանց վրա գործ հարուցել տա։ Ես չեմ էլ կասկածում, որ իր հաղորդման հիման վրա է արել։ Իրավապահների ուշադրության կենտրոնում ոչ միայն ձեր աջակիցներն են, այլ նաև ցուցակի անդամները, որտեղ գիտենք քրեական գործել կա երկրորդ համարի հետ կապված կարծես։ Մի քանի օր առաջ մենք լրատվամիջոցներից տեղեկացանք, որ մեր առաջատարներ Գրիշ Հարությունյան եւ Դավիթ Կարապետյանի նկատմամբ արդեն գործեր են հարուցել։ Այս մարդիկ երկար տարիներ եղել են խոշորացված համայնքի բնակավայրերի ղեկավարներ, շատ լավ ղեկավարել են, թող գնան մի հատ ուսումնասիրեն, բնակավայրի ժողովրդի հետ խոսան, հիմա վախի մթնոլորտ է, քաղաքացիական պայմանագիր է, գործ կարելու։ Ասում են հողեր են օտարել, հարստացել են, խնջույքներ են կազմակերպել համայնքային միջոցների հաշվին։ Իրանց են ֆեյք լրատվականները, դե մի հատ թող գնան մտնեն այդ բնակավայրում մի հատ հարց ու փորձ անեն։ Խի վախենում են, գնան մի հատ հարցնեն, տեսնեն։ Այս բավարար տենց հողեր են օտարել, բայց 7-8 տարի է ուր էիք։ Ինչի՞ չեք այդ մարդկանց անդրադառնում։ Թե ձեր պլանները խառնեց Մայր Հայաստանը։ Վաղարշապատ խոշորացված համայնքում ընտրությունները իրանք արտահերտ ավականու, իրանց մի ԿՊԱ-ականին ուզում են փոխեն մի ԿՊԱ-ականով, անցկացում են նրա համար, որ իրանք խոյ համայնքը միացրել են Վաղարշապատին, Էջմիածնին, որ կարողանան ընդեղից ձայնել։ Մայր Հայաստան կուսակցությունը հայտարարեց, որ մասնակցելու է եւ մեր առաջատարները իմ նշած անձինք են, սկսվեց ապօրինի հետապնդումները։ Ոչ մի բանից հետ չեն կանգնելու ու մենք Վաղարշապատցիների շնորհիվ խոսք ենք տալի մեր ժողովրդին, որ Կիրակի օրը նոյեմբերի 16-ին մեր քաղաքացիների շնորհիվ քաղաքացիական պայմանագիր եւ հանրապետություն կցված փոքրիկ խմբակը քաղաքացիների շնորհիվ մերժվելու է եւ գնա այն պատմության մի հատ իրանք սիրա տեղ ունեն այդտեղ։
Այլ ընդդիմադիրների նկատմամբ եւս ընտրություններին վաղարշապատի մասնակցող առնչվող քրեական գործեր կան, էլի իրավապահների ուշադրության կենտրոնում են, այսինքն վախենում են նաեւ հնարավոր հետընտրական զարգացումներից, նաեւ հնարավոր հետընտրական դաշինքից։ Քաղաքացիական պայմանագիրը իրանք գործ կարելու մաստեր կլասներ են ցույց տալ։ Հիմա գործերը կարած իրական ընդդիմադիրների, այնտեղ կան ֆեյք ընդդիմադիրներ, մենք դրա մասին էլ կխոսենք։ Իրական ընդդիմադիրների վրա գործերը կարել են ու դրել են դարակները, տեսնեն նոյեմբերի 16-ին ինչ է լինելու, բայց ես ավելին իրենց խորհուրդ կտամ հիմիկվանից սկսեմ, որովհետև նոյեմբերի 16-ին իրանք խայտարակ ձև sense դռները փակելու են այդ ՔՊ-ի գրասենյակների ու խայտարակ ձևով հայտ է ստեյություն լինեն։ Այսինքն վարչական լծակը չի օգնելու։ Ոչ մի բան էլ չի օգնելու։ Ինչքան այսպես վախի մթնոլորտ տարածեն, ինչքան մարդկանց վախեցնեն, ինչքան հայացքների համար ընդդիմադիրներին դիմավորելու համար մարդկանց գործից ազատեն, ինչքան կարակ արեք։ Ձեզ ոչ մի բան չի փրկելու, ոչ ոստիկանական համակարգը, ոչ վարչական ռեսուրսը։ Իսկ ես ձեր սիրած Երևանի փոքրամասնության քաղաքապետ Տիգրան Ավինյանին ցիտեմ հայդե եք լինելու ձեր գործերով Կիրակի օրը։ Շնորհակալություն։ Իսկ տեղեկություններ հաղորդում են, թե սպասում եք փաստաբանը ներսում է, փաստաբանը դուրս կգա եւ տեղեկացնի։ Ինչքան ժամանակ է արդեն 1 ժամ է ավել։ Ուղիղ 1 ժամ է տարել են արդեն։ Շնորհակալություն։ Շարունակում ենք ուղիղ հեռարձակումը, հիշեցնեմ ոստիկանության վաղարշապատի բաժին է բերվել Մայր Հայաստանի աջակիցը, Մայր Հայաստանի անդամները սա համարում են ոչ թե ձերբակալություն կամ բերման ենթարկել, այլ համարում են առևանգում, որովհետև քաղաքացիական հագուստով են եղել։ Նրանք նաև այս ամենում քաղաքական դրդապատճառներ են տեսնում կապված վաղարշապատի ընտրությունների հետ, ընդգծում են, որ պատահական չէ, որ իրավապահների ուշադրության կենտրոնում ոչ միայն Մայր Հայաստանի աջակիցներն են, այլև Մայր Հայաստանի ցուցակը գլխավորողները եւ նրանց առնչվող գործերը Մայր Հայաստանի ներկայացուցիչները համարում են շինծու։ Նշեմ, որ Մայր Հայաստանի աջակիցներից Օնո Հարությունյանին են փռել ասֆալտին, այնուհետև մի քանի հոգով քաղաքացիական հագուստով փռել են ասֆալտին, այնուհետև բերել ոստիկանության վաղարշապատի բաժին, դրա մասին հետագայում են իմացել, սկզբում որևէ տեղեկատվություն չի եղել։ Հիմա ներսում գտնվում է նաև փաստաբան, ով դուրս կգա եւ տեղեկություններ կհաղորդի, քիչ առաջ նաեւ իրավապահների կողմից էր հաղորդագրություն տարածվել, ըստ որի խուլիգանության համար է բերվել։ Նշեմ, որ Ներքին գործերի նախարարության, ոստիկանության, համայնքային ոստիկանության, գլխավոր վարչության վաղարշապատի բաժնի դիմաց այս պահին հավաքվում են Մայր Հայաստանի ներկայացուցիչները, նրանք իրենց աջակցին ոստիկանության բաժին տեղափոխելը համարում են ապօրինի, որակում են որպես առևանգում։
Հարգելի հետևորդներ, ես հիշեցնեմ, որ մենք այժմ ուղիղ հեռարձակում ենք իրականացնում ոստիկանության Վաղարշապատի բաժնի մոտից։ Հիշեցնեմ նաև, որ Մայր Հայաստանի աջակից է այստեղ բերվել, ըստ Մայր Հայաստանի անդամների, նրան պարզապես առևանգել են կուսակցության գրասենյակի մոտ գտնվող տարածքից, ինչպես իրենք են նշում, փռել են ասֆալտին, քաղաքացիական հագուստով մի խումբ անձիկ, հետագայում արդեն տեղեկատվություն են ստացել, որ նա բերվել է ոստիկանության Վաղարշապատի բաժին։ Իսկ ըստ իրավապահների Օնո Հարությունյանը խուլիգանական արարք է կատարել։ Նշեմ, որ այս պահին ներսում փաստաբան է գտնվում, ով փորձում է պարզաբանումներ ստանալ։ Հիմա զրուցենք նաև Անդրանիկ Թևանյանի հետ։ Քիչ առաջ, այսինքն մի ժամ առաջ, այստեղ է բերվել ձեր աջակիցը, գնահատական էր հնչել Մայր Հայաստանի կողմից, որ դա պարզապես առևանգում է տեղի ունեցել։ Այս իրավիճակի վերաբերյալ ինչ կարող եք ասել։ Առևանգման փաստը արձանագրված է, քանի որ մենք չենք իմացել, թե ովքեր են տապալել գետնին հայտնի բլոգերին եւ ինչ են արել, որողությամբ են տարել, միայն հետո ենք բարձել, որ փաստորեն բերել են ոստիկանություն։ Սա իշխանությունների եւ անձամբ Նիկոլ Փաշինյանի կողմից դրսեւորվող հերթական ճղճիմ քայլն է, ընտրությունների վրա ազդելու փորձ, վախի մթնոլորտ ստեղծելու փորձ, բայց իրենք ուղղակի լավ չեն պատկերացնում, որ սա այն թիմը չի, որ այդպիսի գործողություններից ընկրկի կամ ինչ-որ գործելավոճ փոխի։ Դրանից առաջ, եթե հիշում եք, տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ գործեր են կարել ցուցակը գլխավորողների նկատմամբ եւ զարմանալու բան չկա ուղղակի, հիմա մենք փորձում ենք բարձել, ես քիչ առաջ եկա, փորձենք բարձել հասկանալ, թե ինչ մեղադրանք են առաջադրում կամ ինչու են այդպես վարվել, որովհետեւ քաղաքացիական հագուստով փաստորեն գործնականում առևանգում է տեղ ունեցել, այսինքն որ պահանջներ են ներկայացրել, ոչ ինչ-որ բան են արել, իմ ունեցած տեղեկություններով ընկերու հետ է եղել կանգնած, ծանոթի կամ մի խոսքով աղջկա հետ է եղել կանգնած եւ առանց խոսքի այդպիսի բռնություն են կիրառել, որը նաեւ քստանելի դրսեւորում է վարքագծի։ Իսկ ինքը
Կարող էր օրինակ դիմադրություն ցույց տալ, թե եթե անգամ դիմադրություն ցույց տար, պիտի համոզված լիներ, որ օրինակ օրենքի պահանջ է իրեն ներկայացվում, բայց անձիկ քաղաքացիական հագուստով են եղել, իրավիճակը հասկանալի չի եղել։ Թե տվյալ դեպքում մարդը ինչ իմանալով էր իր վրա հարձակվում, ենթադրենք կարող է դիմադրությունը ցույց տալ, չիմանալով թե ովքեր են, որովհետև եթե փողոցում կանգնած մայթի վրա կանգնած գալիս հարձակվում են իր վրա, ինքը ինչ պետք է մտածի, պետք է։ Նաև ձեր ցուցակը վաղար շաբաթում ցուցակը գլխավորողների վերաբերյալ գործեր կան, նշում են, որ տարբեր համայնքներում ղեկավար պաշտոն են զբաղեցրել, համայնքապետ են եղել եւ բյուջեի գումարներն են մսխել, դրա հաշվին հարստացել են, հողեր են օտարել, այս մեղադրանքներին առնչվող ինչ կարող եք ասել։ Դրանք դատարկախոսություններ են, դրանք զրպարտանքներ են, դրանք բամբասանքներ են, դա գործ կարել է։ Մենք կոնկրետ հիմա մեղադրանքն էլ չգիտենք ինչ են առաջադրում, բայց եթե թվերի մեջ են ուզում խորանալ եւ իրենց քուջուճ անելուն ինչ որ արդյունք են ուզում տալ, ես արդեն բազմիցս ասել եմ, որ հուշում եմ իրենց, երբ որ Դավիթ Կարապետյանը ընդունել է բյուջեն Ծաղկունք համայնքում մինուս 37 միլիոն է եղել, երբ որ հանձնել է 21 թվականին եղել է պլյուս 38 միլիոն դրամ։ Գրիշա Հարությունյանը 86,000 դրամով է ընդունել բյուջեն, այսինքն բյուջեի մնացորդը համայնքում, Դողս համայնքում եղել է 86,000 դրամ, երբ որ հանձնել է հրաժարական է տվել իր պաշտոնից 7 միլիոն դրամի կարգի գումար է եղել։ Իսկ անշարժ գույքերի քանակի ավելացում է տարիների ընթացքում, որտեղ սա են փորձում տարածել նաև այսպես կոչված լրատվական հարթակներով։ Դրանք դատարկախոսություններ են 21 թվականից հետո կոնկրետ Գրիշա Հարությունյանը բիզնեսով է զբաղվել, այդ ամեն ինչը հայտարարագրված է, այդտեղ թաքցնելու բան չկա։ Եվ եթե խնդիր լիներ, այս 7 տարվա մեջ կլիներ։ Հենց առաջադրվեցին տեխնացու այն էլ ընդդիմադիր կարգավիճակով միանգամից հարձակվեցին իրենց վրա, սա դասական գործ կարել են նշանակում եւ այդ ոնց է լինում, որ ընդդիմադիր բոլոր համայնքապետերի կամ համայնքապետի տեխնացուների դեմ իրենք գործեր են կարում, բայց իրենց տեխնացուներին նորանում են։ Ընդ որում իրանցը բացահայտված թալան է, օրինակ կլինի Երևանի անիֆը կամ այլ համայնքներում նրանց գործելակերպը կամ Երևանի վարչական շրջանների ղեկավարների հետ կապված նրանց վարքագիծ, այդ ամեն ինչը անտեսվում է ու հանկարծ ընդդիմադիրների վրա ինչ որ բան են հայտնաբերում։ Սա ակնհայտ քաղաքական հետապնդում է, մենք ուրիշ բան չենք տեսնում այդտեղ, բայց կարծում ենք, որ վաղաշապատցիները իրենց քաղաքական ապտակը քվեախցիկում կհասցնեն այս իշխանություններին։ Իսկ հնարավոր համարում եք, որ իշխանությունը գնա հետ ընտրական դաշինքի նաև ճանապարհով, օրինակ Հանրապետություն կուսակցության տեխնացուի հետ, մյուս դեպքում ազատ դեմոկրատների տեխնացուի հետ հնարավոր համարում եք, որ այդ սցենարով եւ նաեւ վարչական ռեսուրսի կիրառման արդյունքում կարողանան այնուամենայնիվ այստեղ հաջողություն ունենալ։ Նախ այդ ձեր նշած երկու ուժերը պետք է կարողանան հաղթահարել բարիերը, որ 4%-ը պետք է կարողանան հաղթահարել, որ նոր խոսենք նրանց հնարավոր համագործակցության մասին։ Այն որ հանրապետությունը կցորդն է, դա մենք Երևանում էլ ենք տեսել, այլ մարզերում էլ ենք տեսել։ Մեծ հաշվով մեր հետազոտությունները եւ մեր շփումները, մեր վերլուծությունները ցույց են տալիս, որ իրենք վերարտադրվելու հնարավորություն չունեն։ Վարչական ռեսուրսը այո, կիրառում են, բոլոր տիպի մեթոդներ են օգտագործում, ճղճի մայթում եւ այս դեպքը հենց այդ ճղճիմության դրսեւորումն է, բայց մենք տեսնում ենք եւ նաեւ հետազոտությունները ցույց են տալիս, որ վաղաշապատցիները մերժում են Նիկոլ Փաշինյանին եւ իր դրածոներին։ Այնպես որ խոսքը այստեղ վաղաշապատցիներին է, ակտիվ մասնակցություն է պետք ցուցաբերել եւ վռնդել սրանց վաղաշապատից։ Եվ նաև սկսել են այսպես կոչված այս օրերին բարեգործությամբ զբաղվել, ինչը արդեն իսկ այս օրերին թույլատրելի չէ եւ նաև քրեական հանցակազմ մեջ պարունակում։ Բացի դրանից հանկարծակի սկսում են մարդկանց տանիքները նաև վերանորոգել եւ այլը։ Տեսանք այդ թեմայով, բացի այդ նաև համայնքներում արձանագրում ենք կիսատ թողած վիճակներ, գործեր, երբ որ փորում են ինչ որտեղ, հետո գյուղացիներին տարածում են, որ պետք է մեզ ընտրեք, որպեսզի այդ գործը շարունակեն, կամ բերում են ինչ-որ տեղից քերած ասֆալտը լցնում են փողոցներում, ինչ-որ բլուրներ են կառուցում,
ու ցույց են տալիս թե իբր շուտով գործ են անելու, սա բացահայտ ընտրակաշարք է, հենց այդ վարչական ռեսուրսի օգտագործման դրսևորումներից մեկն է։ Եվ այս ամեն ինչը մենք արձանագրում ենք, նաև դիմել ենք ընտրական հանձնաժողովին, որպեսզի ուժը կորցրած ճանաչի քաղաքացիական պայմանագրի գրանցումը, բոլոր հիմքերը կային դրա համար, սկսած բարեգործության անվան տակ ընտրակաշարքի բաժանում, վերջացրած այդ իրենց միակողմանի որոշումները, պաստառները, մարդկանց ահաբեկելը եւ այլն, պաշտոնյաների ներգրավվածությունը ընտրաշավի մեջ առանց արձակուրդ գնալու, մենք տեսնում ենք նախարար, մարզպես, այսպես գզիրի նման դռնեդուր են ընկել եւ օրենք են խախտում, հենց այդ մասին մենք խոսեցինք, իրանք այդ պահից սկսած ոնց որ իմ ունեցած տեղեկություններով նոր դիուն գրեցին, որ արձակուրդ գնան, բայց դրանից առաջ արդեն իրենք դրսևորվել էին եւ դրա տեսանյութերը կա, հիմա ընտրական հանձնաժողովը ակնհայտը չնկատեց, ասես թե չենք կարող ասել, թե ինչ է, բայց խախտումները այդ ամեն ինչը տեսնելով հանդերձ ամեն դեպքում մենք կոչ ենք անում վաղարշապատցիներին մասնակցել ընտրությանը, իրենք Գյումրիում էին դա ուզում անեն, Երևանում էլ իդեպ պարտվեցին, ուղղակի այնտեղ քաղաքական կոռուպցիա տեղի ունեցավ անասնագողության էլեմենտներով, դրա համար էլ իրենք որպես փոքրամասնության իշխանություն դեռևս Երևանում կարողանում են իշխանությունը պահել։ Օրինակ շատ մարդիկ ասում են միևնույնն է, տեսնում են քաղաքականություն, որ այսպես է, մեր դեմը խաղ չկա, ասում են ուր է հիմա օրինակ Գյումրու քաղաքապետը, մնացած ընդդիմադիր քաղաքապետերի հետ ինչ է կատարվել եւ այլն, այսինքն մարդկանց մոտ նաեւ որոշակի առումով հուսալքություն կա, մտածում են, որ միևնույնն է իրենց ձայնը վերջում նպատակին չի ծառայելու, որովհետեւ ժամանակավոր պաշտոնակատարի տեսքով հետո բերելու են ինչ որ ԿՊԱ-կանի։ Ես համաձայն չեմ դրա հետ, եւ պետք չի հուսահատվել, հուսալքվել։ Ես կասեմ իսկ ուր է Սաակաշվիլին։ Եթե իրանք ասում են ուր են համայնքապետերը, ես կասեմ տեսեք թե որտեղ է հայտնվել Սաակաշվիլին։ Սա պայքարի ընթացք է, մենք այդ ընթացքի մեջ կաթիլ, այսպես ասած քարը ծակելով գնում ենք։ Այլընտրանքը չկա, նրանք ովքեր որ ասում են ընտրությունները ճիշտ չի, այլընտրանք չեն առաջարկում։ Մենք ընտրությունների մեջ ենք մտնում։ Պարզապես հուսալքությունը, մարդիկ մտածում են, որ իրենց քվեն չի ծառայելու նպատակին։ Մեր օրինակով ցույց ենք տալիս, որ մենք պայքարում ենք, այսինքն մեր օրինակը պետք է մարդկանց ցույց տա, որ քաղաքական ուժը իր վրա վերցնում է պատասխանատվություն եւ մտնում է ուղիղ կոնտակտի մեջ եւ իշխանությունների հետ եւ հասարակության հետ։ Հիմա սա պայքարի ընթացք է, մենք ամեն ինչ պետք է անենք, որ այդ պայքարի ընթացքը հաջողությամբ ավարտվի եւ ես համոզված եմ, որ հաջողությամբ ավարտվելու է ու Նիկոլ Փաշինյանը վախենալով Սաակաշվիլի ճակատագրից դիմում է այսպիսի քայլերի։ Այսինքն մեր դեմ խաղ չկան, չի կարող։ Չէ, Նիկոլ փոքրիկը, գիտեք ինչ, ինքը ուզում է բռնապետություն ձևավորել, բայց այդ ռեսուրսը չունի, ընդհանրապես Հայաստանը չունի բռնապետության ռեսուրս, ինքը առավել եւս, որովհետեւ բռնապետությունները ունենում են ռեսուրսներ, ընդ որում հումքային տեսքով եւ գաղափարախոսություն։ Ինքը ոչ մեկը ունի, ոչ մյուսը ունի։ Ինքը ընդհանրապես սվինների վրա նստած մի հատ իշխանիկ է, որը գիտեք հայտնի է պատմությունից, որ սվիններով կարելի է իշխանության գալ, իշխանությունը մի պահ, ինչ-որ մի ժամանակով պահել, բայց սվինների վրա երկար նստել հնարավոր չի, մանավանդ ինքը լուրջ խնդիրներ է ունենալու այդ սվինների վրա նստելով։ Ես համոզված եմ դրանում։ Շնորհակալ։ Ձեզ եմ շնորհակալ։ Հարգելի հետևորդներ, փաստաբանն է դուրս եկել, հասկանանք թե ինչ տեղեկություններ ունի, ինչ տեղեկություն կարող եք տրամադրել։ Այս պայն ներսից հայտնեցին, որ իրեն տեղափոխել են Արմավիրի քրեական ոստիկանության վարչություն, այլ տեղեկատվություն չեն փոխանցել, այս պայն փորձում ենք հասկանալ հետագա գործողությունները։ Իսկ ինչ խուլիգանական արարքի մասին է խոսում իրավապահները, այսինքն ինչ որ տեղեկություն ունեք այդ մասով։ Որևէ տեղեկատվություն չեմ փոխանցել, դեռ տեղեկատվություն չեմ տիրապետում, այս պայն պետք է հանդիպեմ իրեն, հետո նոր հասկանամ։ Չեք կարողացել ընդհանրապես իր հետ խոսել, նույնիսկ ոչ հանդիպել եմ, ոչ կարողացել եմ խոսել։
Իսկ ինչ արձանագրություն է կազմել, ինչ որ գործողություն անելուց առաջ իրավական առումով պիտի այստեղ ինչ որ արձանագրություն չէ նաև կազմված լինել։ Ну, այստեղ տեղեկություն փոխանցեցի մեր նրա մասին, որ տեղափոխել են Արմավիր քաղաքի ոստիկանության բաժին, իսկ այդ արձանագրության փաստաթղթերի առումով որևէ տեղեկատվություն չեն փոխանցել, իսկ այն պետք է հասկանալ արդյոք։ Ուժի կիրառման վերաբերյալ դրա անհրաժեշտությունը եղել, օրինակ ասֆալտին փռելու եւ այլն, որևէ հիմնավոր Ամբողջ ինֆորմացիան պետք է հանդիպեմ, որ հետո հասկանամ էլ։ Լավ, շնորհակալ։ Դուք լսեցիք, որ Արմավիրի բաժինը տեղափոխվել է այստեղից։ Արմավիրի քրեական ոստիկանություն։ Իշխանության այս վարքագծի առնչությամբ ինչ կարող եք ասել եւ նաեւ իրավապահների գործողության որքանով էր օրինաչափ այսօր տեղի ունեցածը ձեր աջակցի հետ կապված։ Գիտեք, մանրամասների մեջ նույնիսկ չարժի խորանալը, որովհետեւ ակնհայտ է, որ սա քաղաքական հետապնդում է եւ իրենց ընդդիմախոսներին լրացնելու միջոց, որովհետեւ եթե անգամ իրենք որևէ հիմքել ունեցել են, ես ասում եմ եթեով որևէ հիմք ունեցել են իրեն բերման ենթարկելու կամ որևէ գործ հարուցելու, ապա դա պետք է անեն նաև իրենց աջակիցների նկատմամբ, բայց մենք տեսնում ենք, որ խտրական մոտեցում են ցուցաբերում, որովհետև իրենց աջակիցները, իրենց թիմակիցները օրենքի բոլոր սահմանները անցնելով, ամենավերջին վիրավորանքները եւ օրենք խախտելու ամենավերջին այդ կետերը անելով որևէ պատասխանատվության չեն ենթարկվում, բայց փոխարենը մենք տեսնում ենք, որ օրինակ կոնկրետ Մայր Հայաստանի դեպքում նախ մեր տեխնացուների նկատմամբ ԱԱԾ-ն սկսեց գործ կարելը ու հանկարծ որոշեցին, որ պիտի փորփրեն, քուջուջանեն իրենց աշխատած տարիների գործունեությունը, մտել էին համայնքապետարան, այդ փաստաթղթերն էին սկսել քրքրելը, այն բանից հետո, երբ իրենք առաջադրվել էին որպես տեխնացուներ եւ խառնել էին քաղաքացիական պայմանագրի ու իրենց կցորդների խաղաքարտերը, որովհետեւ վաղարշապատի ընտրություններին մասնակցելուց առաջ իրենք ինչ արեցին քաղաքացիական պայմանագիրը, քանի որ շատ լավ գիտեին, որ կոնկրետ Էջմիածնում խայտառակ ցածր վարկանիշ ունեն եւ անհնար էր, որ քաղաքացիական պայմանագիրը ընտրություններում հաղթեր, իրենք արհեստական կերպով Խոյ համայնքը միավորեցին, դարձրեցին Վաղարշապատ խոշորացված համայնք, որպիսի նաեւ Արգիշտի Մեխակյանի գործոնը օգտագործելով, այստեղ ավելի շատ իր հերոս հոր գործոնը Մեխակյանի գործոնը օգտագործելով մարդկանց խափեն եւ Խոյ համայնքից այդ գյուղական բնակավայրերից ձայները կորզեն եւ կարողանան մեծամասնություն ձևավորել, բայց Մայր Հայաստանը խառնեց իրենց խաղաքարտերը, որովհետեւ մեր համայնքապետերը Խոյ համայնքից են, բավականին մեծ աջակցություն ունեն, սեր են վայելում, դուք էլ մեր հանդիպումների ժամանակ հաստատ տեսած կլինեք, թե իրենց ինչպես են ընդունում եւ համոզվելու համար էլ կարող եք գնաք եւ զրուցեք իրենց համագյուղացիների հետ եւ տեսնեք թե ինչ կարծիք ունեն։ Ահա իրենք այսպես կարելի է ասել, որ մուռ են հանում եւ նաեւ ուզում են իրենց շարքից, այս ընտրապայքարի շարքից հեռացնել Մայր Հայաստանին կամ որևէ կերպ վնաս տալ, ինչը բնականաբար նրանց մոտ չի հաջողվելու, որովհետեւ մենք էլ ավելի ջանքերով, էլ ավելի էնտուզիազմով մեր ընտրապայքարը շարունակելու ենք եւ հասնելու ենք վերջնական հաղթանակի։ Դուք ձեր բազմաթիվ հայտարարություններում ասում եք, որ ՔՊ-ն ըստ էության ուրացողներով է մասնակցում, նկատի ունենալով նաև ոչ միայն Արգիշտի Մեխակյանին, այլև Հանրապետության կուսակցությանը, Արգիշտի Մեխակյանը շատ է վրդովում նմանատիպ հայտարարություններից եւ նաեւ էթիկայից դուրս պահվածք է դրսեւորում, ինչպես կհիմնավորեք նաև ձեր հայտարարությունները։ Քաղաքացիական պայմանագիրը, քանի որ արդեն նշեցի, որ խայտառակ ցածր վարկանիշ ունի Էջմիածնում եւ ընդհանրապես
արդեն իսկ վաղարշաբաթ խոշորացված համայնքում իրենք մեր բնակիչներին խաբելու հերթական միջոցն էին գտել, այս ընտրություններին մասնակցում են ուրացողների դաշինքով։ Մեկը սեփական հոր ճանապարհը ուրացած Արգիշտի Մեխակյանն է, մյուսը սեփական եղբոր վաստակն ուրացած Արամ Սարգսյանն է իր այդ մատնիչ եւ սադրիչ դրածոյով։ Գիտեք, ինչքան էլ որ Արգիշտի Մեխակյանը փորձի տարանջատվել կամ ինչպես ես արդեն նշել եմ իր վրայից քերել Նիկոլ Փաշինյանին, միևնույն է չի կարողանալու։ Իրենք նույնիսկ խորամանկության են դիմել եւ պաստառների վրա Արգիշտի Մեխակյանի ամբողջ վաղարշապատում ողողած այդ պաստառների վրա քաղաքացիական պայմանագրի այդ նշանը տարել են եւ մի փոքր անկյունում են թաքցրել, որ այո, որ որևէ կերպ չասոցացվի Նիկոլ Փաշինյանի հետ, որովհետև իրենք էլ են հասկանում, որ Նիկոլ Փաշինյանի հետ ասոցացվելը դա խայտառակություն է եւ ամոթ է։ Հետևաբար ընտրողներին խաբելու միջոց են գտել, ներկայացնում են որպես հերոս հոր որդի, որպես Մեխակ Մեխակյանի որդի եւ փորձում են այդպես քվեն գողանալ ընտրողների եւ հետո իրենց այդ կցորդների հետ դաշինք կազմելով մեծամասնություն եւ իշխանություն զավթել, բայց միևնույն է իրենց մոտ չի ստացվելու, որովհետեւ Արգիշտի Մեխակյանը ուրացել է սեփական հերոս հորը եւ որպես իր քաղաքական հայր է ընդունել Նիկոլ Փաշինյանին, նա նրա հետ հավասարապես կրում է ամբողջ նրա քաղաքականության, Նիկոլ Փաշինյանի քաղաքականության այդ պատասխանատվությունը, նա Նիկոլ Փաշինյանի նման դարձել է եկեղեցու դեմ հարձակվող, նա Նիկոլ Փաշինյանի նման ուրացել է հայոց ցեղասպանությունը, ուրացել է ամեն ինչ եւ ընդհանրապես Արգիշտի Մեխակյանը այլևս իր նաև համագյուղացիների շրջանում ընկալվում են մեծամասնության մոտ ընկալվում է որպես ուրացող։ Հետևաբար առավել եւս Արագած գյուղի բնակիչները արդեն պետք է նոյեմբերի 16-ին գնան ընտրատեղամաս եւ ցույց տան, որ իրենք ոչ թե ուրացողի եւ դավաճանի համագյուղացի են կամ Արագածը ուրացողի գյուղ է, այլ Արագածը հերոսի գյուղ է։ Իրենք դա պետք է գնան եւ ապացուցեն, որ ունեն թասիբ եւ արժանապատվություն եւ մերժում են ուրացողների դաշինքին։ Շնորհակալ եմ։ Հիմա Արմավիր եք գնում։ Մենք հիմա նաև այսօր երկու գյուղում պետք է մեր քարոզարշավը իրականացնենք, մի մասը կգնան այնտեղ, մի մասն էլ քարոզարշավը կշարունակեն, որովհետև այս իշխանությունների գործողությունները մեզ չեն կարող կանգնեցնել, չեն կարող վախեցնել եւ ինչպես այսպես ժողովրդական ասացված կա, շունը հաճում է, քարավանը գնում է։ Հիմա մենք գնում ենք մեր քարոզարշավն իրականացնելու։ Շնորհակալություն։